մեզ պետք է որ այս հարցը արագ լուծվի։ Եվ այստեղ մեր եկեղեցու հոգևոր խորհուրդը, ովքեր որ այս մարդուն կաթողիկոս են սարքել, այս շարը գցել են իր վրա, կաթողիկոս։ Բայց կաթողիկոս սարքել են, չէ՞ իրեն։ Այդ հոգևոր խորհուրդն է, չէ՞ իրեն ընտրել կաթողիկոս։ Իրենք չգիտեին, որ այդ մարդը չէր կարող։ Հոգևոր խորհուրդը, որի մեջ եղել են նաև աշխարհիկ մարդիկ, չէ՞ որոնք ընտրել են, որ այսօր պահում են այս մարդուն։ Բան չունեք ասելու։ Դուք եք այս մարդուն, որը իրավունք չուներ կաթողիկոս դառնալու, սարքել եք կաթողիկոս։ Բացատրություն ունեք, թե չունեք։ Եթե ինքը այս մարդը մեր եկեղեցու դավանանք ամեն ինչ փչացնում է, դուք եք արել, դուք եք հանցակից։ Հանցակից եք, դուք եք սարքել իրեն։ Իր համար մարդը էլի Կատիշ Ներսիսյանն է, սարքել եք կաթողիկոս։ Բայց իրենց դրել շլանգի տեղ։ Իրենք ոնց որ չկան այդ process-ի մեջ բան։ Հիմա բան ասելու եք, թե չէ, հոգևոր խորհուրդ, բան ասելու եք, թե չէ դուք։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր եկեղեցու ղեկավար դասը փչացել է ուղեղով, հոգիներով, բարոյականությամբ, եւ այստեղ նայեք, այդ հուզականությունը ոչ մեկ չբոբորի եկեղեցին, բան, ինչ ուզում է լինի, Հայաստանում նայեք, պետությունը շրջանցելու մշակույթ կա, եւ մենք սա պետք է հաղթահարենք, դրված է ինչ որ բաների գերակայություն, եկեղեցու գերակայություն, սիմվոլները սեն առաջնայինը, ավանդույթը, ոչ մի բան էլ առաջնայինը չի, առաջնայինը պետությունն է, բայց այդ ավանդույթը կա, պետությունը շրջանցել, սա պետք է վերացվի այս ավանդույթը, եթե մեզ մոտ այդ գիտակցությունը գա, որ առաջնայինը պետություն է, եկեղեցի բոլոր հարցերը արագ կլուծվի, բայց մեզ ինչ է պետք, մենք մեր ժողովրդին հոգևոր վերածնունդ է պետք։ Պետք է այդ հոգևոր վերածնունդը։ Եվ նայեք մեր եկեղեցին հավանաբար միակ, եթե միակը չէ, ենթադրում եմ գլխավորապես ամենակարևոր ինստիտուտներից է, որ արագ մոբիլիզացնելու ունակություն ունի, պոտենցիալ ունի։ Հիմա եթե մենք այս ժառանգությունը, այս մեր ունեցվածքը թողում ենք սրանց դեռ ինչ է լինում։ Դա համար մեզ պետք է շտապ է պետք, մեր եկեղեցին շտապ պետք է, մենք բարոյական հոգևոր վերածննդի կարիք ունենք։